16, 17, 19-ի մոտակայքում է մի քիչ բարդ լինելու, երկու քարտեզներ կան, այդպես սուր, արագ ինչ-որ մի բան կարող է լինել, մինչև հենց Մարսը առյուծի կենդանակերպից անցնի կույսի կենդանակերպ, մի փոքր կհանգստանա վիճակը։ Որոշ քաղաքագետներ եւ վերլուծաբաններ կանխատեսում են Փաշինյանի հրաժարականը կամ գահընկեցությունը։ Տեսնում եք նման բան։ Չեմ տեսնում։ Նրա հնարավորությունն էլ Յուպիտերը երկվորյակում արդեն դուրս է գալիս հունիսի 9-ից, այս ամբողջ տարին այդ սոցկայքերում ակտիվ լինել, պոդքասթներ վարել, ակտիվ բանակցություններ, ծրագիր ունեն ինչ-որ կրթության հետ կապված Յուպիտերը երկվորյակում կրթություն նորաձևը, երևի թե ժամանակը այնպես կանցնի, որ մինչև մյուս ընտրություններ, ինչ-որ լուրջ նախապայման ես չեմ տեսնում, եթե այդ ամենը լիներ, կարար լիներ մարտի կեսերին այս տարի, 1 սեպտեմբերի կեսերին խավարումներ մենք ունենք 6-7-ի մոտակայքում են, այդտեղ էլի որոշ, գիտեք, հոգեբանական ճնշման են նաև ենթարկում նրան, ինչու եմ ասում, որովհետև երբ որ մարտի 14-ի մոտակայքում էր, այդ ժամանակահատվածը ձկների կենդանակերպում է, դրա համար ասում եմ հոգեբանական ճնշման, մանավանդ նրա մոտ լուսինը եւ սև լուսինը գտնվում են ձկների կենդանակերպում, կարողանում են այդպիսի ճնշումների ենթարկել եւ մեկ էլ եթե Մարսը մտավ կույսի կենդանակերպ օգոստոսի 6-ի մոտակայքում որոշ չափով կույսի վերջ արդեն մինչեւ կշերք, հա, որոշակի խնդիրներ կլինեն, բայց ավելի շատ այնտեղ ոչ թե ճանապարհի հետ կապված Մարսը կույսի կենդանակերպ աշխատանքային process-ում կփորձեն իրեն ներգրավել, նրա թույլ կողմերը ցույց դնել, հա, կույսը աշխատանքն է բայց նրա այդ աստղային ժամը անցնում է ամբողջ 1 տարի, նա փորձեց ակտիվ լինել եւ համացանցում տեսնում ենք Facebook եւ նաեւ YouTube-յան հարթակում, բայց կամաց Յուպիտերը անցնում է երկորյակից խեցգետին, այս ընթացքում 25-ի հունիսից մինչեւ 26-ի հունիսի 30-ը 25 թվականի հունիսի 9-ից Յուպիտերը որ մտավ խեցգետին կարող է ակտիվանալ նախկին մեր ղեկավարները, որով երկրորդ եւ երրորդ, հա, նախագահները, որտեղ նրանց քարտեզում Յուպիտերը գտնվում է խեցգետնի կենդանակերպ եւ նրանք ի սկզբանե որպես ղեկավար այդ նրանց քարտեզը ուներ այդ նախադրյալները, թե նրանք ինչպես ղեկավարեցին, ինչ արեցին, հարգելի արեք, դա արդեն կախված է իրենց, բայց մինչև դեկտեմբերի 19-ը, քանի որ սև լուսինը գտնվում է կարիճում, իսկ այդ երկու ղեկավարների ծննդյան քարտեզում սև լուսինը կարիճում է գտնվում եւ պատահական չէր այս ապրիլի 18-ից հետո դեռ մինչև ասում եմ հունիսի 17-18 մինչև հունիսի 19-ի մոտակայքը Մարսը գտնվելու առյուծի կենդանակերպ, դուք պատկերացնեք առյուծը դա մեր ազգային ժողովն է, էլիտան է, հա, էլիտա